Հարև ձեզ հարգելի լրագրողներ, առաջիկա 1 ժամվա ընթացքում պատրաստ եմ պատասխանել ձեր հարցեր։ Խնդրեմ։ Պարոն Փաշինյան, երբ Արցախի եկեղեցիների քանդման մասին էիք խոսում, ինչու չեք դատապարտում հարցին, դուք ասացիք, որ ձեզ հետաքրքրում են Հայաստանի տարածքի, Հայաստանի տարածքում տեղի ունեցող իրադարձությունները, եւ մենք տեսանք, որ նախորդ ասուլիսում ձեզ նաեւ հարց հնչեց Հայաստանի տարածքում Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին, եւ դուք դարձյալ նույնանուն պատասխան տվեցիք, որ չեք պատրաստվում այդ հարցը բարձրացնել եւ նաեւ ասացիք, որ խնդիրն ունի երկու մաս, երկու կողմ, ինչպես Արցախի եկեղեցիների մասով եք ասել, այսինքն դարձյալ ինչ է ստացվում։ Հայաստանի տարածքում տեղի ունեցած ռազմական հանցագործությունները նույնպես ձեզ չեն հետաքրքրում, որովհետև նույնանման պատասխան տվեցիք այդ հանցագործություններին, իսկ մենք գիտենք, որ Հայաստանի տարածքում նաև զինծառայողներին խոշտանգել ու սպանել էին, դուք ասացիք մի խոսքով հարցը չեք բարձրացնում միջազգային ատյաններում, եւ ես ուզում եմ հարցնել, ինչու Արցախի եկեղեցիների հարցը չեք պատրաստվում բարձրաձայնել։ Դուք ասում եք, որ հայ առաքելական եկեղեցու հետևորդ եք, քրիստոնյա եք, ի վերջո դուք հայ ժողովրդի պաշտոնական ներկայացուցիչն եք։ Ի պաշտոն է աշխարհի ցանկացած վայրում քանդվող հայկական հուշարձանի պատմամշակութային հուշարձանի հարցը պետք է դուք բարձրաձայնեք հենց։ Եթե դուք ասում եք, որ չեք բարձրաձայնում, սա ինչ է նշանակում։ Աջակցություն Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, որովհետև հայկական մշակույթի ցեղասպանությունը հիմա տեղի ունենում, չգիտեմ, ինչ է սա, ինչպես կմեկնաբանեք սա, եւ դուք նաեւ ասում եք, որ խնդիրն ունի երկու մաս։ Սրան էլ եմ ուզում եմ մի քիչ անդրադառնալ։ Այդ երբ են հայերը մշակութային ցեղասպանություն արել ինչ-որ ազգի, ինչ-որ պետության տարածքում կամ ինչ-որ ազգին պատկանող մշակութային ժառանգություն ոչնչացրել այնպես, ինչպես ադրբեջանցիները Նախիջևանում եւ Արցախում են իրականացրել հայկական պատմամշակութային հուշարձանների ցեղասպանություն։ Ինչ օրինակ ելնելով եք դուք այդպես ասում, որովհետեւ օրինակ այս օրերին մասնագետները նաեւ արցախցիները փաստում են, որ անգամ մզկիթ են վերակառուցել, Արցախում ադրբեջանական եւ այդպիսի ջարդ երբեք տեղի չի ունեցել հայեր։ Որն է ձեր նպատակը հավասարության նշան դնել հայերի ադրբեջանցիների, որպեսզի վաղը այս հարցեր են, բոլորը հարցեր են, ուզում հասկանալ նպատակը որն է, վաղը մեր դեմ օգտագործել միջազգային ատյաններում ձեր այս հայտարարությունները, Ադրբեջանը իր չեղած հանցագործությունները բարդում է մեր վրա, դուք մեր չեղած հանցագործությունները ձևակերպեցի, ինչու եք, որն է ձեր նպատակը։ Ուզում եմ համոզվել, որ ավարտեցիք հարցը, որպեսզի ես պատասխանեմ։ Արցվաշենը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք է։ Ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանը եւ Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, եւ ես ասել եմ նաեւ Խորհրդային Միության Ալմատայի հռչակագրի հիման վրա։ Ես ուզում եմ մենք մոդելավորենք այսպիսի մի իրավիճակ, ասենք այն պահը, երբ որ սահմանազատման արդյունքում Արցվաշենը վերադառնում է Հայաստանի Հանրապետության վերահսկողության ներքո եւ մենք գնում ենք տեսնում, որ այնտեղ կառուցվել է մեծ մզկիթ, ասենք 2016 թվականին։ Մեր ռեակցիան ինչ պետք է մենք անենք։ Եվ օրինակ այդ մզկիթի տարածքի հետ կապված օրինակ Հայաստանի քաղաքացիներ կան, ովքեր բերում են իրենց սեփականության վկայականները, ասում են, գիտեք, ինձ այս հողը մերն է եղել եւ այլն եւ այսպես շարունակ եւ ամենատարբեր հարցեր։ Մենք ինչ պետք է անենք։ Ինչ պետք է անենք մենք։ Այդ թվում կարող է լինել նաեւ այդպիսի որոշում, որովհետեւ երբ որ ասում ենք պատմամշակութային հուշարձան, մենք պետք է հասկանանք, պատմամշակութային հուշարձանը ինքը որոշակի կրիտերիաներով եւ կատեգորիաներով անցնող հուշարձան է։ Եվ ելի ուզում եմ ասել, որ եկեք չմոռանանք, որ կոնկրետ Արցվաշենի օրինակն եմ բերում, որովհետև կարող է պարզվել այդ պահին, որ ամբողջ Արցվաշենի տարածքում պատմամշակութային հուշարձաններ են, այսինքն մենք ինչ ենք անել։ Ձեր նշած պատմամշակութային հուշարձաններն են։ Ես համաձայն չեմ, որ այդպես է։ Համաձայն չեմ, որ այդպես է, որովհետև այդ թվում մի բանի մասին խոսելիս պետք է ամբողջական խոսել։ Եվ դուք ասում եք, ինչ
Հայաստանը այդ երբ է ինչ արել, ես այդ հարցին պատասխանելու ցանկություն չունեմ։ Ես տեսնում եմ, որ Ադրբեջանն էլ նույն կերպ Հայաստանի մասին տարբեր բաներ է ասում։ Եվ ես ասում եմ, մենք պետքա որոշում կայացնենք, ինչ ենք անում, գնում ենք կոնֆլիկտի, ինչ եք ասում, Հայաստանում խոսում է բազմաթիվ ռազմական հանցագործությունների մասին, Ադրբեջանում էլ է խոսվում։ Այսինքն չի ձեզ թվում, որ մենակ Հայաստանում լրագրողներ կան, հայրենասեր ընդ որում, որոնք անդադ այդ հարցերը բարձրացնում են։ Այնտեղ էլ են բարձրացվում եւ այնտեղ էլ են նույն հարցերը դրվում։ Եվ հարցը հետեւյալն է, մենք ինչ ենք անում։ Ինչ ենք անում մենք։ Որն է մեր ռեակցիան։ Մեր ռեակցիան պետքա հիմնվի այն պայմանավորվածությունների վրա, որոնք թղթի վրա արձանագրված եւ հրապարակված են։ Այսինքն հակառակ դեպքում այդ էլ եմ ասում, բոլոր կոնֆլիկտները հայրենասիրական ռիտորիկաների վրա են հիմնված։ Այսինքն հիմա դուք ինձ հարց եք տալիս, որ ես բան անեմ, սկսեմ ասել ներկայացնել ձեզ, թե Ադրբեջանը ինչի մասին է խոսում։ Ինչ որ արձանագրված պատմամշակութային հուշարձան է, արձանագրված պատմամշակութային հուշարձան է, բայց ես ասում եմ վաղը մյուս օրը գնացինք տեսանք Արցվաշենում ենթադրենք կառուցած է ինչ-որ մի բան։ Գնանք եկեղեցին, որը թվարկում է, կառուցվել է 2016 թվականին, նոծվել է 2019 թվականին։ Մենք դա գիտենք այդ փաստի մասին, թե չգիտենք։ Հա? Ես ասում եմ, կարա լինի տենց իրավիճակ, որ ասենք Արցվաշենում մենք ունենանք նման իրավիճակ։ Այսինքն արցվաշենցիները գնալու են, այդտեղ ապրելու են, ասելու են լավ, ոչինչ, պատմամշակութային հուշարձան է։ Ես տեսեք, ես ասացի, եկեք սենց անենք, դուք բոլոր լրագրողներին ա վերաբերվում, հա, ես հարցին պատասխանում եմ այն ժամանակ, երբ որ հարցը ավարտված է։ Հիմա դուք ձեր հարցը ավարտել եք, թե չէ։ Եթե չեք ավարտել անսահմանափակ, մինչև մի ժամ ժամանակ ունեք, կարող եք ավարտել եք։ Դե խնդրում եմ, երբ որ ավարտված է, էլ նոր հարցի հնարավորություն չկա։ Թե ես խնդիր չունեմ, կարող եք մի ժամ հարց տալ։ Միայն հարցերը կարող եք։ Պայմանը հետևյալն է, հարցի պատասխան հնչում է, երբ որ հարցը ավարտված է։ Երբ որ հարցը ավարտված չի, բոլորդ միասին միաժամանակ կարող եք հարցերը տալ, ես մի ժամ, ինչպես պայմանավորվել ենք, կլսեմ, մի ժամը լրացավ կգնամ։ Էլի եմ ասում, նույնը վերաբերվում է դրան, եթե մենք գնալու ենք այդ տրամաբանության, դուք բոլորդ հարցը հետևյալի մասին է, մենք կոնֆլիկտը եւ Ղարաբաղի շարժումը շարունակում ենք, թե չէ։ Իսկ ինչ վերաբերում է ձեր մնացած հարցերին, եթե off the record խոսակցություն կլինի, ես պատրաստ եմ ձեզ լրացուցիչ տեղեկություններ տալ այդ ամեն ինչի մասին։ Ձեզ եւ մնացած բոլորին, չնայած ես կարծում եմ, որ դուք գիտեք այդ տեղեկատվությունը եւ ձև եք անում, թե չգիտեք։ Այս բոլորովին ուրիշ բան է, որովհետեւ ինչպես Թումանյանն էր ասում, հայ գրագետի շրջանում այդ կեղծիքը ընդունված բան է, որ կեղծիքի տրամաբանությամբ առաջնորդվեն եւ չիմացող մարդկանց էլ կեղծիքով առաջնորդեն։ Դա նորմալ բան է։ Նորմալ, այսինքն Թումանյանն է դեռ իր ժամանակներում շատ հայտնի հոդվածներով այդ փաստը արձանագրել։ Հիմա այդ ավանդույթը շարունակում եք։ Շնորհակալություն, հաջորդ հարցը Պարոն Փաշինյան, ես ուզում եմ անդրադառնալ քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրին, երբ 74 մեջբերում եմ Ատոմային նոր էներգաբլոկի կառուցման ծրագրի մեկնարկ մինչև 2027 թվականի ավարտն իրականացնելով նոր միջուկային էներգաբլոկի տեխնոլոգիայի ընտրություն, այսինքն 27-ին տեխնոլոգիայի ընտրություն, 27-ի վերջումն է։ Մենք գիտենք, համաշխարհային փորձն է ասում, փորձագետներն են ասում, որ անկախ մոդելից, տեխնոլոգիայից ատոմային կայանի կառուցումը պահանջում է առնվազն 10 տարի։ Եթե մենք լավագույն դեպքում 27-ին ընտրենք, 28-ին սկսենք նախագիծ իմպլեմենտացիա շինարարություն, մենք կավարտենք իդեալական պայմաններում 28-ին։
բայց հիմա հայկական ԱԵԿ-ի երկրորդ էներգաբլոկում իրականացվում են Ռոսատոմի հետ համագործակցությամբ երկարացման ժամկետները մինչև 2036 թվականը։ Այդ դեպքում, եթե 28-ին ավարտենք, 29-ին գործարկենք, դուք վտանգ չեք տեսնում, որ առնվազն 2-3 տարի մենք մնալու ենք առանց ատոմային էներգետիկայի, եւ եթե լինի նման բան, ինչ ենք անել։ Շնորհակալություն։ Մոդուլային ատոմակայանների կառուցման ժամկետը շատ ավելի կարճ է։ Դուք չեք ավարտել ձեր հարցը։ Դուք ձեր հարցը ավարտել եք, թե չէ։ Դա արդեն երկրորդ հարցն էր, մյուս ասուլիսին կա հարց։ Հաջորդ հարցը օրագիրը Սարգսյանի հարցը։ Պարոն Փաշինյան, երեկ Հայաստանում էր Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևը, որի այցի մասին մենք բացառապես իմացանք, երբ նրա օդանավն արդեն Երևանում էր, եւ ամենակարևորը առաջինը ադրբեջանական լրատվամիջոցներից, որից հետո միայն արտաքին գործերի նախարարությունը հաստատեց դա։ Ինչու են նման այցերը հանրությունից մինչև վերջին պահը գաղտնի պահում։ Ինչից եք վախենում դուք եւ երեք բարի միջազգային օրվա կապակցությամբ ԳՄՍ նախարարությունը բավականին գեղեցիկ տոնական այսպես շուրջպար էր կազմակերպել հանրապետության հրապարակում 7 շրջանից բաղկացած։ Արդյոք սրանով ուզում էիք Ադրբեջանի փոխվարչապետին ավելի լավ ընդունելության արժանացնել։ Շնորհակալություն։ Նախ եթե կոնֆիդենցիալության ինչ որ կանոններ պահվում են, հայտնի նկատառումներով, այդ թվում անվտանգության, որովհետև կարծում եմ, երբ որ մեր փոխվարչապետն է այցելել Ադրբեջան, նույն կանոնները պահվել են այնտեղ, իսկ լրատվական արտահոսքերը երբեք բացառել հնարավոր չի։ Ադրբեջանում չի եղել այդ արտահոսք, Ադրբեջանի պարագայում չի եղել այդ արտահոսքը, Հայաստանի պարագայում եղել է, որովհետև կազմակերպվում է միջոցառում, այդ թվում մամուլի հաղորդագրություններ թողարկելու ժամերն են, պայմանավորվածություններ են ձեռք բերվում եւ այլն եւ այդպես շարունակ, եւ ձեր արտահայտությունը թե մենք գաղտնի ենք պահում հանրությունից, բացարձակապես տեղին չի։ Նախ ես կարծում եմ, որ շատ կարեւոր իրադարձություն է տեղի ունեցել եւ համարում եմ երկու երկրների փոխվարչապետերի այցերը պատմական խաղաղության գործընթացի եւ ինստիտուցիոնալացման տրամաբանության մեջ եւ ես շատ ուրախ եմ, որ եկել ենք այս հանգրվանին։ Ինչ վերաբերվում է ձեր մնացած հարցերին, գիտեք, ցանկացած օր կարելի է այդպիսի մի հարց տալ, ասել այդ օրը ենթադրենք այսինչ տեղը ինչ միջոցառում էր, երկրորդ տեղը, չգիտեմ, ռեստորաններում ակտիվ էր, չորրորդ տեղը հարսանիք էր, հինգերորդ տեղը, մենք ընդհանրապես կարծում ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունները պետք է շարունակաբար լավարկվեն, խաղաղությունը գնալով ուժեղանա եւ պետք է հաստատվեն բնականon հարաբերություններ երկարաժամկետում ռազմավարական առումով բարի դրացիական հարաբերություններ։ Այդ մնացած ձեր ասած բաները համարում եմ ընդամենը թեմայից շեղելու փորձեր, որ բացարձակապես կապ չունի իրականության հետ։ Դուք երբեմն մեր հարգելի լրագրողները մտքերի այնպիսի ընթացք են ունենում, որ նույնիսկ դժվար է կանխատեսել։ Եվ ձեր տրամաբանությամբ, երբ որ Ադրբեջանի փոխվարչապետը այցելում է Հայաստան, Հայաստանում պետք է կյանքը կանգնեցնել, որպեսզի որևէ մեկնաբանության տեղ չլիներ, բայց այդ դեպքում էլ կլիներ մեկնաբանություն, որ այս Ադրբեջանի փոխվարչապետին լավ ընդունելու համար կյանքը կանգնեցրել եք, այսինքն սա նշանակում է, որ եւ այլն, հասկանում եք։ Ընդհանրապես ես կարծում եմ, որ ցանկացած միջազգային հյուրի մենք պետք է ընդունենք հնարավորինս լավ, բայց ձեր նշած իրադարձությունները որևէ կապ իրար հետ չունեն։ Շնորհակալություն, հաջորդ հարցը Աղոս։ Շնորհակալություն։ Պարոն վարչապետ, կառավարության նիստում դուք խոսեցիք ջրի խնդրի մասին, ես կուզեի ձեր ուշադրությունը հրավիրել հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի տարածած հաղորդագրության վրա, ըստ որի Բյուրեղավանում տեղի ունեցած դեպքը պայմանավորված էր հենց ջրով, այնտեղ մանրէներ էին հայտնաբերվել։ Ինձ հետաքրքիր է պաշտոնական այս հաստատումից հետո արդյոք վիոլա ջրի նկատմամբ պատասխանատվության գործընթաց հետևելու է թե ոչ։ Ի վերջո բազմաթիվ
մարդկանց առողջությանը վնաս է հասցվել, այդ թվում երեխաների, եւ ընդհանուր առմամբ վիոլա ջրի ընկերությունում արկա խնդիրների մասին տեսչական մարմինը եւս բարձրաձայնել էր թե ջրի կորուստների, թե ընդհանուր առմամբ ջրի կառավարման հարցի հետ կապված ինչ լուծում է տեսնում կառավարությունը։ Շնորհակալ։ Համպես ես ուզում եմ մենք մի բան արձանագրենք։ Ես 2000 հիմա հիշեմ որ թվականին։ Երևի 2004 թվականին եթե հիշողությունս չի դավաճանում, որպես լրագրող հայաստանցի լրագրողների եւ խմբի հետ եղել եմ Վիոլա ջուր ընկերության կենտրոնականում ծանոթացել եմ ընկերության գործունեությանը, ընդհանրապես Վիոլա ջուր ընկերությունը համաշխարհային գիգանտներից է ջրի կառավարման եւ Հայաստանում այն խնդիրները որ կան, այդ խնդիրները ոչ բոլորի պատասխանատուն է եւ մեղավորը Վիոլա ջուր ընկերությունը, այլ շատ դեպքերում դրա պատճառը մեր մոտեցումների անհամապատասխանությունն է ավանդաբար այն պայմանագրերին, որոնք ստորագրվել են։ Ես ուզում եմ ասել նաեւ Ֆրանսիայի նախագահի այցին ընթരാճ, որ մենք Վիոլա ջրի հետ, այդ թվում առաջիկա շրջանում համագործակցության հույսեր ունենք, բայց մենք հույս ունենք, որ մեր համագործակցության որակը կփոխվի, իսկ դրա համար պետք է անել անհրաժեշտ քայլեր, որովհետև եւ կարծում եմ, որ էլի Վիոլա ջուր ընկերությունը պետք չի դեմոնիզացնել մեր ընթացակարգերում եւ մեր մոտեցումներում, ջրի նկատմամբ մեր մոտեցումներում կան բազմաթիվ խնդիրներ եւ մենք այդ խնդիրները պետքա լուծենք։ Իսկ խնդիրները, ասում եմ, ամբողջ հանրապետությունում մենք Վիոլա ջրին դրել ենք հնամաշ ըստ էության քայքայված ջրային համակարգի վրա, բայց մենք պետք է հասկանանք, մենք ներդրումներ պետք է անենք այդտեղ։ Ինչպես այդ ներդրումները անենք, ինչպես պետք է հետ գա այդ ներդրումները, որովհետև փողը դնելը մի բան է, բայց այդ դրած փողը պետք է արդյունք բերի։ Սկսած նաև նրանից, որ ջրի օգտագործված ջրի համար վճարումների կուլտուրան, ձևը, ծավալը պետք է նաև համապատասխան լինի։ Այսօր շատ գյուղերում այո, մարդիկ ասում են, հիմա չեն ասում, որովհետև ես դրա մասին շատ եմ խոսացել, որ ասում են մեր սարերի ջուրը բերում են, ինչի պետք է վճարեն։ Ես ասում եմ ջրի համար չի վճարը, այլ նրա համար է, որ ասում եմ մեր պապերի ջուրն է, որովհետև մեր պապերը գնում էին գրաստներով ջուր էին բերում սարից կամ չգիտեմ, այդ վճարը հիմնական մասով այդ ջուրը կիլոմետրերից բերել բնակարան հասցնելն է, նրա շարունակականությունը ապահովելն է, անվտանգությունը եւ հարմարավետությունը ապահովելն է։ Մենք պետք է հասկանանք, որ այս խնդիրը կա։ Երկրորդը մարդիկ ռոռոկման համար են օգտագործում խմելու ջուրը, խմելու ջրի հետ կապված խնդիրներ կամ քայքայված համակարգեր են բառից բուն իմաստով։ Ես կոնկրետ դեպքին չեմ արտահայտում, այնտեղ որտեղ կոնկրետ դեպքը հետաքննություն պետք կլինի, կպարզվեն մեղավորներ, անկախ նրանից Վիոլա ջրից են թե որևէ այլ կազմակերպությունից են, պատասխանատվությունը անհատական եւ օրենքով սահմանված դեպքում, եթե իրավաբանական անձն էլ պատասխանատվություն ունի, այդ իրավական ընթացակարգը այդ պատասխանատվությունը վրա կհասնի։ Իմ ասածը ուրիշ բան է, որ ես արձանագրում եմ, որ Վիոլայի նման ընկերության հետ համագործակցության հնարավորությունը մենք ճիշտ չենք օգտագործել եւ պետք է ճիշտ օգտագործենք։ Եվ խնդրում եմ, առաջարկում եմ, որ օրանժի պատմությունը չբերենք, որ օրանժը եկավ Հայաստանում ներդրում արեց, հետո ստեղը հասցրեցին, թողեց գնաց։ Իր ներդրումային հետևանքներով։ Շնորհակալություն, հաջորդ հարցը մեդիահա։ Պարոն Փաշինյան, վերջերս մամուլում շրջանառվում էր տեղեկություն, ըստ որի Ադրբեջանը ընտրություններից առաջ գերիներին կվերադարձնի Հայաստանին, այս կերպ իր աջակցությունը հայտնելով ձեր քաղաքական ուժի վերընտրվելուն։ Ուզում էի իմանալ, հարցս հետևյալն է, թե արդյոք նախատեսվում է գերիների այց Հայաստան, այդ թվում եւ Արցախի ռազմաքաղաքական ներկայացուցիչների ինչ աշխատանքներ է տարվում այդ թեմայով։ Ես ուզում եմ հասկանամ, նրանք ովքեր տեսանկյունից հարցերը բարձրացնում են, ուզում են վերադառնան, թե ուզում են չվերադառնան,
թե ուզում են վերադառնան, բայց ոչ հիմա, այլ հետո։ Ես այսինքն հունվարին որ վերադարձել են, այդ ինչի համար է եղել։ Միշտ էլ ընտրություններից առաջ է, նախորդ խումբն էլ որ վերադարձել է, այլ ընտրություններից առաջ է։ Նախորդ խումբն է որ վերադարձել է, միշտ ընտրություն, ժողովրդավարական երկրում միշտ ընտրություններից առաջ է։ Ընտրությունների հաջորդ օրը արդեն ընտրություններից առաջ է։ Որտե մի քանի ամիս հետո տեղ են ունենալու թիմ ընտրություններ, հետո ուրիշ տեղ են թիմ ընտրություններ տեղի ունենալու եւ այլն եւ այդպես շարունակ։ Իսկ անազատության մեջ գտնվող անձանց հետ կապված այս հարցին պատասխանել եմ տասնյակ անգամներ եւ իմ պատասխանը նույնն է միշտ։ Այդ ուղղությամբ արվում է ամենօրյա աշխատանք։ Երբ կլինեն արդյունքներ, երբ որ կլինեն, կտեսնենք բոլորս։ Եվ ինչ եմ այսպես ասում, ոչ թե նրա համար, որ ինչ որ ինֆորմացիա ունեմ, որը չեմ ուզում կիսել, այլ իմ փորձը ցույց է տալիս, միջև որևէ մեկը ձեր նշած անձանցից սահմանը չի հատել եւ չի հայտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում, ազդարարել նման հնարավորության մասին առնվազն լուրջ չէ։ Դուք չավարտեցիք հարցը։ Դուք ձեր հարցը ավարտել եք, թե չեք ավարտել։ Պարոն Փաշինյան, Ադրբեջանի փոխվարչապետի այսի շուրջ 3 տեղեկություններ շրջանառվեցին, որ նա եկել է այստեղ նաև ադրբեջանցիների վերադարձի հարցի շուրջ բանակցելու համար։ Խնդրում եմ հրապարակավ հերքել կամ հակառակը հաստատել այդ շրջանառվող տեղեկությունները։ Եվ երկրորդ հարցը, պարոն Փաշինյան, քաղաքացիների հանդիպումների շրջանակում տեսնում ենք, որ դուք բազմաթիվ երեխաների հետ եք նաև հանդիպում։ Սա այս նախընտրական շրջանում ինչ է, եթե ոչ նրանց քաղաքականության մեջ ներգրավելը, քարոզչության մեջ ներգրավելը եւ ծնողները նաեւ քաղաքական ուժեր կարող են օրինակ դիմել դատարան, կենտրոնական ընտրական հանձնաժողով, որովհետեւ կարծես ոտնահարվում է նրանց իրավունքները, նաև 3 դպրոցներից կարծեմ մեկում կամ երկուսում հնչել է ձեր կուսակցության երգը, երեխաները բեմադրել են, երգել են այդ երգը եւ սա էլի ինչ է, եթե ոչ ուսումնական հաստատությունը քաղաքականացնել։ Երգը կուսակցությանը չէ, երգը Հայաստանի Հանրապետության մասին է եւ ես չեմ կարող որևէ երեխայի արգելել, որ եթե ուզում են գան ինձ տեսնելու, եթե լինի որևէ տեղեկություն, որ որևէ երեխայի հարկադրաբար, պարտադրաբար կամ որևէ անթույլատրելի ձևերով բերում են կամ ընդհանրապես ես ուզում եմ ասել, ես այս գլխից ուզում եմ հստակ հայտարարել, իմ մասնակցությամբ որևէ միջոցառում, եթե որևէ պետական պաշտոնյա օգտագործի վարչական ռեսուրս առանց քննարկման ես այդ պաշտոնյային աշխատանքից հեռացնելու եմ։ Եթե որևէ պետական պաշտոնյա վարչական ռեսուրսին ենթարկվելով գա այդ միջոցառումներին, ես այդ եկած պաշտոնյաներին էլ առանց քննարկման աշխատանքից ազատելու եմ։ Առավել եւս երեխաների հետ կապված, եթե այդպիսի բան պարզվի, բայց դուք կարծում եմ տեղում չեք լինում եւ լավ պատկերացում չունեք։ Մյուս կողմից ես ուզում եմ ասել, որ բոլոր մարդիկ իրավունք ունեն օրենքով սահմանված կարգով մասնակցել միջոցառումների, երկրի վարչապետը այցելում է միտեղ, այսինքն դա կարծում եմ, չնայած ես շատ եմ տարբեր տեղեր այցելում, բայց այնուամենայնիվ դա սովորական եւ շարքային իրադարձություն չի եւ մարդիկ կան, որոնք ուզում են հաղորդակցվել այդ իրադարձության հետ, բայց ուզում եմ հակառակն էլ ասեմ, հանկարծ եթե վարչական ռեսուրսով որևէ մեկը օրենքով արգելված ձևով որևէ մեկին արգելի, հեսա նախընտրական շրջանական կամ վարչական ռեսուրս օգտագործելով կամ հարկադրի գալ կամ արգելի գալ, երկու դեպքում էլ հետևանքները նույնն են լինելու, որտեղ Հայաստանի Հանրապետությունը ազատ ժողովրդավարական պետություն է, ինչ վերաբերվում է ձեր նշած առաջին հարցին, մենք Ադրբեջանի հետ երբեք նման հարց չենք քննարկել եւ չենք քննարկում։ Եվ ես ուզում եմ ասել նաև, որ արդեն ձեզ հայտնի ժամանակներից մենք Ադրբեջանի հետ չենք քննարկում նաև Ղարաբաղի հայերի վերադարձի հարց, Բաքվի հայերի վերադարձի հարց
եւ մնացած տեղերի վերադարձի հայերի վերադարձի հարց, որովհետեւ ակնհայտորեն երկու ուղղությամբ էլ քննարկումները ունեն պրովոկատիվ ազդեցություն ընթացիկ քաղաքական իրավիճակի վրա եւ մեկը մյուսին կարող են եւ հաճախ այդպես էլ պատահում է թեժացնում են եւ նաեւ ես ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ երկու հարցերն էլ քաղաքական օրակարգում թեժ են պահում նույն ուժերը, սկզբից մի հարցն են սկսում էսկալացնել, հետո բավարար էֆեկտ չի ունենում իրանց համար, երկրորդ հարցն են էսկալացնում, այսինքն դա էժան ներքաղաքական շահարկում է եւ ոչ ավելի։ Ընդ որում ես ուզում եմ ասել, որ կա մարդիկ, որ այդ թեմայով խոսում են, բայց իրանք չեն հասկանում ինչի համար են խոսում եւ ինչ նպատակադրմամբ։ Օրինակ կալուգացի օլիգարխը 100%-ով համոզված են, որ չի հասկանում ինքը ինչ է ասում եւ ինչի համար է ասում։ Իրեն հանձնարարում են, ինքը ասում է։ Ուրիշ որ ինքը չի հասկանում ինչի մասին է խոսում։ Ինքը հարցերի փոխկապակցվածություններն էլ չի հասկանում։ Դա էժան քաղաքական շահարկում է եւ ես հստակ պատասխանեցի ձեր հարցին, որ մենք նման հարց երբեք չենք քննարկել, երբեք։ Պարոն վարչապետ, շարունակելով Ադրբեջանի վարչապետի այցի թեման, ցանկանում էի տեղեկանալ, արդյոք ընդունված ուղեցույցները, որ փորձագիտական խմբերի աշխատանքի կարգի մասին ուղեցույց են ընդունվել, ինչպես նաև սահմանազատման քարտեզի ստեղծման մասին ուղեցույց են ընդունվել, այս ուղեցույցները, պարոն վարչապետ, վերաբերում են հստակ սահման ինչ-որ հատվածի մասին, թե ամբողջ երկայնքով սահմանազատման մասին են եւ պարոն վարչապետ արդյոք պայմանավորվածությունները ձեռք բերված որ պետք է սահմանազատումը տեղի ունենա երկրի հյուսիսից դեպի հարավ այդպես էլ պահպանվում են թե կապված թրիպի հետ կարող է փոփոխություն լինի եւ սահմանազատումը առաջնահերթությունը տրվի այդ հատվածին այդ պայմանավորվածությունը արդյոք ձեռք բերվել են այս հանդիպման ընթացքում եւ գործարարներ էին մասնակցում նաեւ երկու կողմերից այդ հանդիպմանը ինչ որ նորություն կարող եք մեզ հաղորդել պարոն վարչապետ թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել հնարավոր է որ մոտ ապագայում այլ երկու կողմերից առևտրաշրջանառությունը ավելի մեծանա ու նաեւ Ադրբեջանը ինչ որ ապրանքատեսակներ ձեռք բերի Հայաստանից Նախ ես ուզում եմ արձանագրել եւս մեկ անգամ, որ երկու երկրների փոխվարչապետերի այցերը Ադրբեջան եւ Հայաստան եւ նրանց գլխավորած պատվիրակություններով հանդիպումները Հայաստանում եւ Ադրբեջանում իրենք պատմական իրադարձություններ են, որոնք նշանավորում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացման, ուժեղացման մի նոր եւ կարեւոր շրջափուլ եւ ես ուզում եմ գոհունակության խոսքեր ասել երկու երկրների փոխվարչապետերին այդ աշխատանքը իրականացնելու եւ արդյունավետ իրականացնելու առիթով ընդունված փաստաթղթերը իրենք շրջանակային նշանակություն ունեն եւ բնականաբար վերաբերվում են սահմանազատման եւ սահմանագծման process-ին, այսինքն սկզբից կանոններն են սահմանում, հետո իրականացվում է այդ աշխատանքը, հաջորդը պայմանավորվածությունները բնականաբար ուժի մեջ չեն, բայց ես ասել եմ նաեւ, որ TRIP-ի հետ կապված նախագծերի իրականացման համար փոքր հատվածներում, փոքր այնքան ինչքան անհրաժեշտ է նախագիծը իրականացնելու համար, այսինքն երկաթուղի պետք է անցնի օրինակ, բայց երկաթուղին կառուցելուց առաջ մենք դրա համար ինչքան է պետք, եթե տեղ կա կարող է 3 կիլոմետր անհրաժեշտ, տեղ կա 1 կիլոմետր, տեղ կա 5 կիլոմետր, սահմանի գիծը պետք է շատ հստակ լինի, որպեսզի այսինքն այդտեղ թյուրըմբռնումներ եւ տարընթերցումներ չլինեն։ Ինչ վերաբերվում է, այո, եւ շատ կարեւոր է, որ միջև հիմա մենք դրան անդրադարձ չունեցանք, արդեն գործարարների խմբերով է հանդիպում տեղի ունենում եւ սա տրամաբանական է։ Ուզում եմ ասել, որ նոյեմբերից մինչև հիմա շուրջ 26000 տոննա ապրանքներ են Ադրբեջանի տարածքով, տրանզիտով նաև եկել Հայաստանի Հանրապետություն։ Եվ հիմա գործնականում արգելք եւ որևէ խոչընդոտ չկա, որ Հայաստանից ապրանքներ արտահանվեն, բայց ելի եմ ասում, մենք պետք է հաշվի առնենք, որ Հայաստանը 35 տարի աշխատել է ավտոմեքենայով արտահանելու տրամաբանությամբ եւ որևէ մեկի համար հեշտ չի ուղղակի միանգամից
տրանսպորտային միջոցը փոխել եւ ես համոզված եմ, որ առաջիկայում նաեւ այդպիսի Հայաստանից արտահանումներ կլինեն։ Ես էլի ուզում եմ ընդգծել, որ արգելք որևէ քաղաքական կամ տեխնիկական չկա։ Ինչպես գալիս են Հայաստան գնացքով ապրանքներ, այնպես էլ Հայաստանից կարող են Ադրբեջանի տարածքով ապրանքներ արտահանվել։ Եվ այս առումով խնդիր չկա եւ հիմա ցուցակներ են փոխանցված մեկը մյուսին, կողմերը, գործարար համայնքները իրենց հետաքրքրությունը արտահայտելու եւ համոզված եմ, որ հնդածս այդ թվում Հայաստանից որոշակի ապրանքախմբեր կարտահանվեն, այդ թվում Ադրբեջան, ինչպես Ադրբեջանից Հայաստան։ Շնորհակալություն, պարոն Փաշինյան, Ադրբեջանի փոխվարչապետի այցի ընթացքում տեղի ունեցավ հանդիպում գործարարների հետ, ձեզ հայտնի են ինչ գործարարներ են, ովքեր են մասնակցել այդ հանդիպմանը, ինչ հարցեր են քննարկվել, նաև մամուլում հրապարակվեց, որ Ադրբեջանի փոխվարչապետը ցանկություն է հայտնել գնալ իր հայրենի գյուղ, արդյոք գնացել է, ձեզ հայտնի է դա, եւ եթե ոչ, հնարավոր է հայկական կողմը աջակցի նրան այդ հարցում, սա որպես առաջին հարց եւ երկրորդ հարցը տեսեք, երբ ընդդիմադիրների վերաբերյալ գաղտնալսումների ձայնագրություններ են հրապարակվում, նրանք ասում են, որ բա ինչի իշխանության ներկայացուցիչներին չեն գաղտնալսում, արդյոք գաղտնալսում են օրենքի հետ կապված խնդիր չկա, թե այնուամենայնիվ չեն գաղտնալսում եւ այդ գաղտնալսումը իրականացվում է բացառապես ընդդիմադիրներին ճնշելու, ընդդիմադիրների շուրջ տեղի ունեցող զարգացումները բացահայտելու համար եւ որպես դրա շարունակություն երեք Սամվել Կարապետյանը հարցազրույց էր տվել մի շարք հեռուստաընկերությունների, հայտարարեց, որ սեպտեմբերին պատերազմ չի լինի, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը իշխանության չի լինի։ Ես նոր ասացի, պետք է հասկանալ, որ կալուգացի օլիգարխը ինքը հասկանում է ինչ է խոսում, ես վստահ չեմ դրանում, գրեթե վստահ եմ, որ չի հասկանում ինչ է խոսում։ Հաջորդ հարցը գործարարների խմբի մասին, այո, գիտեմ ովքեր են, բայց եթե իրանք հարկ կհամարեն, իրանք կհրապարակեն։ Ես դա այդ թվում ձեզ հայտնի պատճառներով մարդկանց բուլինգի որոշ լուսանցքային խմբակների կողմից չի ենթարկելու համար, եթե չի հրապարակվել, ուրեմն չի հրապարակվել։ Ինչ վերաբերում է պարոն Մուստաֆաևի ծննդավայր այցելելու հետ կապված, նման հարց չի քննարկվել, ես տեղյակ չեմ եւ չի այցելել։ Բնականաբար աշխատանքի ավարտից հետո պատվիրակությամբ վերադարձնել են։ Ինչ վերաբերում է գաղտնալսումներին, ես չեմ կարող ասել գաղտնալսումների շրջանակը ինչպիսին է, բայց ակնհայտ դուք գիտեք, որ իշխանության ներկայացուցիչներն էլ են գաղտնալսում եւ ասենք օրինակ Հովիկ Աղազարյանի դեպքը ոնց բացահայտվեց, այլ բան, որ այդ գաղտնալսման եւ քրեական հետապնդումից հետո արդեն դառնում են անդիմադիր, որպեսզի ներկայանան որպես քաղաքական հալածյալ, որովհետեւ անտրամաբանական է որպես քաղաքական հալածյալ ներկայանալ իշխանության կազմում լինելու պարագայում։ Ով է ասում, մենք բան ունենք, մենք դատապարտված նախարար ունենք, քաղաքաշինության կոմիտեի նախագահ, չգիտեմ, էլ դատապարտված են թե չէ, բայց ոնց որ չեն գաղտնալսել, առանց գաղտնալսման ոնց այդ քրեական գործերը հարուցվել, ոնց են կալանավորվել, ոնց են դատապարտվել։ Շնորհակալություն, հաջորդ հարցը Պարոն Փաշինյան, հարցս կրկին Մուստաֆաևի այցին է վերաբերվում։ Արդյոք հենց դուք եք ընտրել գործարարներին, դուք եք ցանկավորել եւ նախորդ պրոտոկոլներով հաստատել հանդիպում, կազմակերպել Ադրբեջանի փոխվարչապետի հետ։ Ստացվում է Ալիևը ձեր նախընտրական շրջանում ինքն է երաշխիքներ, գործարքներ խոստանում հայ գործարարներին։ Իրենք այնտեղից պարտադրում են կոնտակտներ, ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Այսինքն Ալիևս Հայաստանում կան գործարարներ, որոնք արդեն կոմունիկացվում են Ադրբեջանի հետ։ Կոտայքի օդում նաև սավառնող տեսահսկող սարքերն ու ռազմական տեխնիկան հայկական ռեսուրս է, թե ադրբեջանական պատվիրակություններ բերելիք է, քանի որ իրենք էլ չեն վստահում հայ հասարակությանը, որքան էլ դուք նշում եք, որ այլևս խաղաղություն է։ Եվ նաև ինչպես է գնահատում այն փաստը, որ շաբաթ օրը Մարալիկում Արթիկի պետական քոլեջի մի խումբ անչափահաս ուսանողների տեղեկացրել են, թե մասնակցելու են բանավեճին։
Սակայն ըստ տեղեկությունների մոլորեսնելով տարել են ձեր միջոցառմանը առանց հստակ նշելու հանդիպման ձևաչափը, թեման, արդյունքում նրանք ներկա են գտնվել ձեր իրական Հայաստանի գաղափարախոսությունը թեմայով բանախոսությանը, արդյոք սա չի հակասում ապա քաղաքական կրթական միջավայրին։ Ձեր կառավարության հայտարարություններն են։ Ավարտեցիք հարցը։ Եթե պարզվի, որ որևէ մեկը առանց իր կամքին հակառակ իմ մասնակցության միջոցառմանը բերվել, այդ իրականացրած պաշտոնյան կազատվի աշխատանքից, առանց երկար քննարկումների։ Երբ որ դա կհիմնավորվի, կապացուցվի, առանց քննարկումների կազատվի պարզապես աշխատանքից։ Ինչ վերաբերում է ձեր նշած հարցերին, առաջին, գիտեք ինչ, ես հարցերի մի հսկայական հատվածը համարում եմ անհեթեթ հետ իր ծագումնաբանության բերումով եւ համարում եմ, որ այդ հարցերը հայաստանյան ծագում չունեն։ Այդ հարցերի մի մասը ծագում են երրորդ երկրներում, հացվում են այստեղ, այդ թվում Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտ հրահրելու եւ այդ կոնֆլիկտի վրա իրենց ձեռքերը տաքացնելու համար ես ձեզ եւ հարցի հեղինակներին հիշեցնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան անկախ պետություն է, սրանից բխող բոլոր հետևանքներով, արդյունքներով եւ արարողակարգերով։ Դուք ավարտել եք ձեր հարցը, թե չէ։ Ավարտել եք դուք հարցը, թե չէ։ Խնդրում եմ տեղ տվեք հաջորդ հարց տվող։ Պարոն Փաշինյան, մի հստակեցում Ադրբեջանի փոխվարչապետի այցի հետ կապված դուք ասացիք, որ գործարարները մեկը մյուսի հետ ցանկեր է փոխանակել, կարող եք հստակեցնել, օրինակ Հայաստանից ինչ կարող է Ադրբեջան արտահանվել, կա ցանկ որոշակի եւ կան օրինակ գործարարներ, որ հիմա պատրաստ են այդ ապրանքները Հայաստանից արտահանել Ադրբեջան։ Եվ երկրորդ հարցը վերջին օրերին Աննա Հակոբյան ասուլիս էլ հրավիրել եւ մեզ բոլորիս վստահեցնում էր, որ երբ որ անկախ դիտորդը խախտումները Իմ քայլը հիմնադրամի հետ կապված հայտնաբերել, մեզ ասում էր ես եւ Իմ քայլը հիմնադրամը չենք ասոցացվում Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքացիական պայմանագրի հետ, ուստի ինքը չի պատրաստվում հիմնադրամի բարեգործությունները ընդհատել։ Դուք հիմա հարցնում եմ, ձեզ եմ հարցնում, Աննա Հակոբյանը ձեզ հետ ասոցացվում է, Իմ քայլը ձեզ հետ ինչ որ կապեր ունի, թե չէ։ Իմ քայլը հիմնադրամի գործունեությունը ընդհանրապես որևէ կապ չունի քաղաքացիական պայմանագիր կուսակցության եւ ընդհանրապես քաղաքականության հետ։ Սա առաջինը։ Ինչ վերաբերում է ապրանքների ցուցակներին, հենց նրբությունը դրանում է, որ միջև հիմա նախորդող շրջանում գործարար համայնքները ապրանքների ցանկեր փոխանակել են կառավարության միջոցով։ Այսինքն երկու կառավարությունների միջոցով։ Հիմա քանի որ արդեն ակտիվանում է այդ հոսքերի, այդ ցուցակների փոխանակումը եւ արդեն կառավարությունը այդ գործառույթը անելու, այսինքն պատեհություն չունի եւ խնդիրն է նա, որ հետաքրքրված գործարարներին, ովքեր ցուցակները փոխանցել են, մենք կազմակերպում ենք, ասում ենք սրանից հետո արդեն աշխատեք իրար հետ, այսինքն ցուցակ պիտի փոխանակի, կառավարությունը լավ 1-2 մի քանի ամիս հասկանալի է, բայց արդեն աշխատում եք իրար հետ, արդեն կոնկրետ գործարքներ կան, կարող եք ուղիղ աշխատել իրար հետ եւ երկու կառավարությունները խնդիր այդտեղ չեն տեսնում։ Ինչ վերաբերվում է ինչ ապրանքներ կարող են արտահանվել, ինչ որ արտահանվում է, ինչ որ Հայաստանից արտահանվում, ոչ, այսինքն դա կախված է այս փուլում բարձրավոր ապրանքների շրջանակը մեծ չի, բայց հետագայում կարող ընդլայնվի, ինչ որ չէ, որովհետև քանի դեռ հստակ պայմանավորվածություն չկա, հետո պիտի հարց ծագի, բա ասեցիք, որ պետք է արտահանվի, արտահանվեց թե չէ, բան եւ այլն եւ երբ որ կարող կլինի արտահանում, դա արդեն արտահանման մեր վիճակագրությունների մեջ կտեսնեք։ Այսինքն ես պատեհ չեմ համարում իրադարձություններից առաջ, որովհետև դեռ հետաքրքրությունն է, կարող է հազար ու մի գործոն կա, գին, լոգիստիկա, ժամկետներ, ծավալներ, կարող է այդ հետաքրքրությունները փոխվեն։ Ես հիմա ինչու հայտարարեմ մի բան, որը վերջնական չի եւ տեղի ունեցած չի։ Այսինքն ես չեմ զլանում։ Ուղղակի դեռ շատ նախնական ինֆորմացիա է։ Շնորհակալություն, հաջորդ հարցը։
Պարոն վարչապետ, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հետ կապված երեկվա հանդիպման արդյունքում փաստորեն միայն նախագծերի տեքստեր են համաձայնեցվել, իսկ կա մոտավոր ժամկետի մասին պատկերացում, թե երբ արդեն դրանք կհաստատվեն ու ըստ այդմ աշխատանքները կսկսվեն։ Նախանշվում է այդպիսի ժամկետ։ Ճիշտն ասած, լավ չպատկերացրի։ Նախագծերը համաձայնեցվում են, պետք է ներպետական ընթացակարգեր անցնեն, որպեսզի համարվեն նույնիսկ միջպետական պայմանագրերը, որ ստորագրվում են, այդ պայմանագրերը գալիս են կառավարություն, գնում են սահմանադրական դատարան, անցնում են, գնում են ազգային ժողով, վավերացվում են, բայց դա չի նշանակում, որ դա թղթի կտոր է, երբ որ այդ պահը ստորագրվել է։ Այսինքն հանձնաժողովները համաձայնեցրել են, իրենց աշխատանքը ավարտել են, համաձայնեցրել են։ Հիմա պետք է շրջանառվի, ներպետական ընթացակարգեր պետք է անցնի եւ հաստատվի։ Այսինքն դրա մասին է խոսքը։ Այսինքն չի նշանակում, որ սևագիր են թողարկել, աշխատել են, ընդ որում ես նախկինում ձեզ ասել եմ, որ աշխատանքը նաեւ առցանց է տեղի ունենում, չէ, ինտերնետի դար է։ Երբ որ մարդիկ հանդիպում են, արդեն ըստ էության վերջին շտրիխներն են համաձայնեցնում եւ որոշում կայացնում ու դնում շրջանառության, այսինքն ներպետական ընթացակարգեր կան։ Ժամկետների մասին չեմ կարող, որովհետեւ ես ցավոք ընթացակարգերի հետ կապված նրբություններին շատ չեմ տիրապետում, որովհետեւ ինքը շրջանառության կանոններով, որովհետեւ մինիմալ ժամկետներ կան, մաքսիմալ ժամկետներ կան։ Այսինքն այդ ամենը կարվի առանց շտապողականության, բայց նաև առանց արգելակման։ Բնականon ընթացքով ոնց որ արվում է կարվի։ Պարոն Փաշինյան, երբ հարց հնչեց 300,000 ադրբեջանցիների վերադարձի մասին, դուք այնպես զարմացած արձագանքեցիք, ասես դուք Հայաստանի Հանրապետության վարչապետը չեք եւ չեք լսել, թե ինչպես են ադրբեջանցիները, ադրբեջանական կողմը, պաշտոնական Բաքվում դրա մասին խոսում, եւ որպեսզի հիշեցնեմ, ես ուզում եմ հայկական ժամանակի մի լրատվամիջոց, որը ձերն է, հայկական ժամանակի այս հրապարակումը կարդալ։ Շուրջ 300,000 ադրբեջանցի պաշտոնապես դիմել է Հայաստանի ղեկավարությանը, որպեսզի իրենց վերադարձի վերաինտեգրման համար պայմաններ ստեղծվեն։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը լրատվամիջոցներին տված հարցազրույցում։ Նա նշել է, որ 1980-ից 1990-ական թվականներին Հայաստանից հեռացած ադրբեջանցիների վերադարձի մասին է խոսքը, եւ Ալիևի կարծիքով վերադառնալու իրավունք ունեն։ Նրանք վերադառնալու իրավունք ունեն, թե ոչ, այս հարցին պետք է ուղիղ պատասխանել, հա, այո կամ ոչ, եւ երբ դուք ասում եք, որ այս ընթացքում նման խոսակցությունները կարող են սրել բանակցությունները եւ գուցե նաեւ պատերազմական իրավիճակ ստեղծել, հետո եք բանակցելու դրա մասին։ Դուք կողմ եք, որ ադրբեջանցիները գան, հանուն նրա, որ պատերազմ չլինի, կամ ձեր ասած խաղաղությունը, որ այս բանին ասում եք խաղաղություն կա, հանուն նրա, որ այդ խաղաղությունը շարունակվի, երկարատև լինի, դուք պատրաստ եք ընդունել 300,000 ադրբեջանցիներին։ Ավարտեցիք ձեր հարցը, համոզված եք։ Այո, համոզված։ Գիտեք, ես տպավորություն ստացա, թե Ադրբեջանի լիազոր ներկայացուցիչ չեմ խոսում, որովհետև ասում եք, պիտի ուղիղ պատասխանել այդ հարցին։ Այո, թե ոչ։ Ես գուցե մի անգամից ասեիք, ինչ է պետք պատասխանել այդ հարցին։ Այսինքն, հիմա այդ լրատվամիջոցներում երբեմն լրատվամիջոցներում ձեզ հայտնի մեզ մեղադրում են ադրբեջանական պրոադրբեջանականության մեջ, բայց կներեք, այստեղ ներկա լրատվամիջոցների 60%-ը առավոտից իրիկուն ադրբեջանական եւ թուրքական նարատիվների լոբինգով զբաղված Հայաստանի Հանրապետությունում։ Եվ քիչ առաջ դուք զբաղված եք ուղիղ դրանով, ուղիղ։ Դուք ավարտեցիք ձեր հարցը։ Ավարտել եք, թե չեք ավարտել։ Դուք ավարտեք, ես նոր կպատասխանեմ։ Դե ավարտել եք, ուրեմն հաջորդ հարց տվողին տվեք տեղը։ Հաջորդ հարց տվողին զիջեք ձեր տեղը։ Ինչ վերաբերվում է հարցին, ես էլի ուզում եմ ընդգծել, որ այդ թեմաները շահարկումը փոխկապակցված են իրար հետ, եւ այդ թեմաների շահարկմամբ Հայաստանում մասնավորապես նույն շրջանակն է զբաղված։ Երբ որ դրոշներ են տարբեր ծածանում, երբ որ խոսում են Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքի մասին,
Երբ որ մեր նարատիվները, երբ որ մենք ասում ենք նման հարց պետքա չդրվի ընդհանրապես, այլ Ղարաբաղի մեր քույրներն ու եղբայրները պետքա բնավորվեն, տնավորվեն Հայաստանում, այդ ամենը իրար հետ է կապված։ Մենք արդեն ընդունել ենք նրանց, ում պետքա ընդունենք։ Խոսքը Ղարաբաղից տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների մասին է։ Եվ նրանք, ովքեր ուզում են այդ օրակարգը առաջ մղել, նրանք ուրիշ բանով զբաղված չեն, նրանք ուզում են տեղ բացել այդ խոսակցության համար։ Ֆիզիկ ավարտել եք, դուք թե չեք ավարտել։ Ես դրա համար եմ ասում, այնա կալուգացիա օլիգարխը ինքը չի հասկանում ինքը ինչ է խոսում։ Եվ հələ նրանք, ովքեր չեն հասկանում, այդ հələ հասկանում եմ։ Բայց նրանք, ովքեր որ հասկանում են եւ դա անելով են ասում եմ շատ ուղիղ ասում եմ։ Նրանք, ովքեր ծածանում են դրոշներ եւ խոսում են Ղարաբաղի մեր քույրերի եւ եղբայրների վերադարձի իրավունքի մասին, մենք խոսում ենք, որ նրանք պետքա տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում։ Իսկ այդ մյուս խոսույթի հեղինակները նրանք ուզում են տեղ բացել այդ խոսակցության համար, տեղ բացել։ Որտեւ մեր քաղաքականության արդյունքում այդ տեղը փակվել է, նրանք ուզում են տեղ բացել։ Շնորհակալություն, հաջորդի կենտրոն հեռուստաընկերություն։ Պարոն Փաշինյան, տեսեք ապրիլի 24-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից հայտարարեց պահանջեցին, որ պատժենք Թուրքիայի դրոշայրողներին, սա արդյոք միջամտություն չէ մեր ներքին գործերին եւ պատժվելու են այդ դրոշայրողները եւ երկրորդ հարցս էլից Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության մասին է, արդյոք սա անհարգալից վերաբերմունք չէ, երբ հայտարարում են, որ մեծ ողորմածությամբ հիշում են անպաշտպան եւ անմեղ թուրքերին, որոնց անողոք կոտորեցին հայերը 1915 թվականին։ Այս հարցի վերաբերյալ ինչ կասեք եւ այսքանը։ Ես ընդհանրապես սկզբունք ունեմ չմեկնաբանել հայտարարություններ, որոնք անձամբ չեմ կարդացել, ես ձեր ասած հայտարարությունը չեմ կարդացել։ Ինչ վերաբերվում է առաջին հարցին, մամուլի խոսնակի միջոցով մենք ես եւ Հայաստանի Հանրապետությունը իր դիրքորոշումը արտիրադրության վերաբերյալ արտահայտել է արդեն նոր մեկնաբանության անհրաժեշտություն չեմ տեսնում։ Շնորհակալություն, հաջորդի Սուրիկ։ Եվրոպական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Զելենսկուն սպասում եք Հայաստանում հրավեր ուղարկել եք։ Բոլոր եվրոպական քաղաքական համայնքի բոլոր անդամներին սպասում եմ, այո, ներառյալ Ուկրաինայի նախագահին։ Դուք չավարտեցիք ձեր հարցը։ Այն չի պաուզա դրած, դե ավարտեք, նոր կասեք, ավարտել եք, որից պատասխան։ Խաղաղության խորհրդին անդամակցելու համար ֆինանսների նախարարությունն ասել է, որ Հայաստանը որոշակի ֆինանսական պարտավորություններ պետք է ունենա, սակայն գումարի չափ չի նշվում, ինչ գումարի մասին է խոսքը։ Ավարտեցիք ֆինանսական ոչ մի պարտավորություն չկա, կա կամավորություն եւ ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է դուրս գա այդ բանի աղքատ ազգականի կարգավիճակից, որ ինքը բոլոր տեղերը գնում է եւ ենթադրենք այդ վիճակում է, որ ծուռը անկյունում կանգնած է եւ մենք պետքա մասնակցում ենք, պետքա նաեւ ներդրումը մեր չափով ունենանք։ Ոչ մի պարտավորություն չունի Հայաստանի Հանրապետությունը, ոչ մի պարտավորություն։ Բայց ես կարծում եմ, որ մենք պետքա մասնակցություն ունենանք։ Եվ մենք ունենանք մասնակցություն։ Չեք ավարտել հարցը։ Շնորհակալություն։ Չեք ավարտել հարցը։ Չեք ավարտել հարցը։ Հաջորդ հարցը Սիվիլն։ Պարոն վարչապետ, դուք նշեցիք, որ գերիների վերադարձիության հսկայածավալ աշխատանք է կատարվում, երկու հարց ունեմ սկզբից ասեմ։ Քանի որ առաջիկայում Հայաստանը հյուրընկալելու է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, ինչպես է այդ աշխատանքն արտացոլվելու եվրոպացիների գործընկերների հետ, թե այս հարցը պատկերացնում եք բացառապես երկկողմ ձևաչափով Ադրբեջանի հետ, սա առաջին հարցն էր։
Երկրորդը Զվարթնոց օդանավակայանից եւ Ագարակի անցակետից ռուս սահմանապահների հեռացումից հետո արդյոք կառավարությունը ծրագրում է հայ-իրանական եւ հայ-թուրքական սահմանների վերահսկողություն ամբողջությամբ Հայաստանի սահմանապահ զորքերին հանձնելու հարցը, կան իրավական մեխանիզմներ, որ հնարավոր է սա իրագործել, իմանալով, որ Ռուսաստանի հետ մենք ունենք պայմանագիր։ Ադրբեջանի հետ երկով ձևաչափով են քննարկում, այո, այդ ձևաչափ ես արդյունավետ չեմ համարում։ Մեր փորձը ցույց է տվել, որ մյուս ձևաչափերով քննարկումները մեծ օգուտ չեն բերում եւ մեծ պոտենցիալ չունեն։ Եվ մենք այո, երկում ձևաչափով ենք քննարկում եւ այնտեղ որտեղ կտեսնենք արդյունավետության պոտենցիալ այլ ձևաչափով քննարկելու, չենք խուսափի նաեւ այդ ձևաչափով քննարկելու։ Ինչ վերաբերվում է Հայաստանի պետական սահմանին, հենց 90-ականների սկզբին ստորագրված եւ ես ցավոք ամսաթիվը եւ տարին թվականին ստորագրված պայմանագրով նախատեսվում է, որ Հայաստանի սահմանապահ զորքերի կարողությանը զուգահեռ մենք պետք է մեր սահմանապահ զորքերի վերահսկողության ներքո վերցնենք սահմանը եւ ուզում եմ ասել, որ մենք ռուս սահմանապահներին նաեւ վճարումներ ենք իրականացնում սահմանը պահելու համար եւ նախկինում էլ եղել է, երբ որ ռուսաստանցի գործընկերները բարձրացրել են այդ գումարները ավելացնելու հարցը, որովհետեւ այդ գումարները չեն բավարարում այդ ծառայությունը մատուցելու համար։ Մենք էլ հաշվարկում ենք, որ այդ գումարները ավելացնելու թեման որ կա, այդ գումարները ծախսելով արդեն բարձրացվող կամ պոտենցիալ ունեցող գումարները կարող ենք ծախսել մեր սահմանապահ կարողությունները զարգացնելու եւ կամաց-կամաց ինչքան հնարավորություն ունենանք ռուս գործընկերները կտեղավորվեն այն գումարի մեջ, ինչ որ մեզ համար ծանր չի շատ այդ գումարը վճարել, մենք էլ մնացած հատվածների հսկողություն կվերցնենք։ Դա հենց պայմանագրով նախատեսված է։ Պարոն վարչապետ, օրեր առաջ հեղուկ գազի շուրջ խնդիրներ էին առաջացել եւ մինչ օրս վարորդները մտահոգված են, ճիշտ է, այսօր մրցակցային պաշտպանության հանձնաժողովի նախագահն էլ պարզաբանեց էկոնոմիկայի նախարարությունն էլ, որ կապված է Լարսի հետ, բերվում է Ռուսաստանից եւ Իրանից, այլ ընտրանքային մատակարարման ուղի ներգործընկերներ այս մասով կառավարությունը դիտարկում է։ Նաև տարվա սկզբին կառավարության նիստին նույն թեման երբ քննարկում եք, դուք նշեցիք, որ դեկտեմբերին գործընթացի ուղղությամբ փորձեք կարգավորումներ իրականացնել։ Նաև ջերմուկի արտահանման մասով Ռուսաստանում խնդիրներ առաջացան։ Սա կապված է ընտրական գործընթացի հետ, թե իրոք հետազոտությունն է ցույց տվել, որ ինչ որ խնդիրներ կան։ Նաև եթե կարելի է հայ-թուրքական հարաբերությունների մասով օրեր առաջ ունեցանք Գյումրի-Կարս երկաթուղու մասով քննարկումներ, ինչ որ ժամկետներ կան վերագործարկման մասով։ Շնորհակալություն։ Հեղուկ գազի հետ կապված էլ ամեն ինչի հետ էլ մենք այլընտրանքներ միշտ փնտրում ենք եւ դա մեր օրակարգի հարցն է, միշտ եղել է եւ շարունակելու է մնալ։ Ինչ վերաբերում է արտահանման հետ կապված խնդիրներին, ժամանակ առ ժամանակ այդ հարցերը ծագում են եւ լուծվում են եւ համոզված եմ, որ հերթական անգամ հարցեր միշտ էլ առաջանում են բոլոր ուղղություններով եւ ելի ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել, որ մենք ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների հարց ենք քննարկում, մենք քննարկում ենք Հայաստանի Հանրապետություն, Թուրքիայի Հանրապետություն միջպետական հարաբերությունների հարց, մնացած մասով ժամկետների մասին չենք կարող ասել, որովհետև դրանք կախված են ամենատարբեր գործոններից, ներառյալ տեխնիկական իմիջիայլոց, որովհետև երբ որ աշխատում ենք, այդ թվում կամուրջների վիճակի հետ կապված հետազոտություններ են արվում եւ այլն, եւ հանգամանքներ են պարզվում, որը ավելի վաղ հնարավոր չէր պարզել, որովհետև պետք էր հենց տեղում օբյեկտի վրա կամ գետնի վրա հետազոտություն անել, ինչ որ տեղեկատվություն լրացուցիչ ունենալու համար։ Շնորհակալություն, հաջորդ հարցին Արեգ Յակոբյան։ Պարոն վարչապետ, տևական ժամանակ հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություններ, ձայնագրություններ է տարածում, վերագրելով ուժեղ Հայաստանին ենթադրյալ ընտրակաշարք բաժանելու կամ նյութապես շահագրգռելու վերաբերյալ տեղեկություններ։ Նախ դուք ինչ կարծիք ունեք այս հրապարակումների մասին, ինչ եք կարծում, պետք է գա ինչ-որ մի փուլ, որ այդ կամ կարծում եք, որ այս հրապարակումներն այն մասին են, որ այդ ուժը չպետք է մասնակցի ընտրություններին, թե ոչ։
Եվ մեկ այլ հարց էլ նաև դուք եք նյութապես շահագրգռելու մասին խոստումներ տալիս ձեր հանդիպումների ժամանակ, օրինակ, եթե չեմ սխալվում, Արմեն անունով մի երիտասարդի ասում էիք, որ 13 թե 14 հազար դրամով աշխատանքի վերցնեն, աշտարակում էր դա, մեկ այլտեղ մի քաղաքացի մոտեցավ ձեզ լոգարանի խնդրով, դուք սկզբում ասեցիք, որ նախընտրական շրջան է չեն կարող, հետո մարզպետին ինչ-որ հանձնարարություն տվեցիք, ասեցիք մարզպետը փոխանցեք համար, ինչպես է ստացվում, որ պարոն Փաշինյան, ձեր դեպքում 14 հազար դրամով, որը աշխատանք առաջարկել, օրինակ, նյութապես շահագրգռել չէ, բայց երկու գաղափարակից, ինչպես Սամվել Կարապետյանի թիմից են հայտարարում, իրար հետ քննարկում են իրենց պատկերացրած ապագան, դա համարվում է նյութապես շահագրգռել։ Նախ Հայաստանի Հանրապետությունում կա ինստիտուտ, որը կոչվում է միասնական սոցիալական ծառայություն։ Միասնական սոցիալական ծառայության գործառույթներից է մարդկանց աշխատաշուկայում տեղավորելը եւ նաեւ կյանքի դժվարին իրավիճակում եւ սոցիալական կարիքներ ունեցող քաղաքացիների խնդիրներին արձագանքելը։ Այսինքն պետական այդ ինստիտուտի գործունեությունը ոչ մեկ չի կասեցրել։ Այսօր նպաստներ են բաժանվում, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդիկ կան, այսինքն երբ որ մարդիկ դիմում են պետական ինստիտուտներին, այդ պետական ինստիտուտները գործում են, թոշակներ են բաժանվում, նպաստներ եւ այլն, եւ այսինքն չենք կարող դա կանգնեցնել եւ օրենքը չի նախատեսում եւ Անտրամաբանակյանն էլ կլներ դա կանգնեցնել, ինչ վերաբերում է դա առաջին հարցին, այդ հարցը իրավական է, ես շատ նրբությունների կարող եմ եւ չտիրապետել, այնպես որ զերծ կմնամ որևէ մեկնաբանությունից։ Մենք այս քաղաքացու հետ կապված դուք աշխատանքի տեղավորումն դրա համար կա պետական ինստիտուտ եւ եթե դուք նկատի ունեք օրինակ Շենգավիթի մետրոյում քաղաքացու հետ խոսակցությունը, ես գիտեմ, որ քաղաքացուն աշխատանք է առաջարկվել իր ասած համապատասխան պետական մարմինների կողմից եւ նա հրաժարվել է այդ աշխատանքից, ինչը նաև ինձ ստիպում է ենթադրել, որ իր ասած խոսույթների մեջ, որտեղ այդտեղ խոսքը մարդու անհատի աշխատանքի մասին չէր, այլ երկրում տնտեսական իրավիճակի, աշխատատեղերի եւ այլնի մասին։ Եվ ել չեմ ասում այդ ամեն ինչը հրապարակային է, միջայլոց նոր խոսվում էր գաղտնալսումների մասին, դուք այդ ամեն ինչը որտեղից եք իմացել, ուղիղ եթերից, չէ։ Եթե դա իրավական գնահատականի արժանի է, թող իրավական գնահատական տա, ով ամ ձեռը բռնել։ Պարոն վարչապետ, թեկուզ 100 հատ, բայց ստվի եւ ավարտվի։ Սահմանազատման հետ կապված դուք ասացիք, որ պետք է անցնել ներպետական ընթացակարգերով, փաստաթուղթը որպես ինչ է վավերացվելու, այսինքն իրավական ինչպիսի բան է ունենալու, ինքը պայմանագիր է, այդ մի քիչ կմանրամասնեք, դրա մասին հասկանալի չի, եւ կոնկրետ կառավարության մասին նշված էր ազգային ժողով, հետո էլ ինչ սահմանադրական դատարան, այս մասով եւ դուք նաեւ ասացիք, որ չհստակեցրեցիք թրիփի հետ կապված, այսինքն հստակ է, որ սկզբում այդ հատվածն է սահմանազատվելու, հետո արդեն այն ուղղությունը, որի սկզբանե որոշված էր, թե այստեղ դեռ հստակություն չկա։ Եվ դուք նաեւ ուզում եմ հարցնել Գյումրիից, Գյումրիում հայտարարվեց, որ հանրապետության հրապարակում նաեւ վարչաբենդն է նվագելու, վերջին պահին, չգիտես, հայտնի չի ինչ պատճառով, կխնդրեի ասեիք ինչու տեղի չունեցավ ձեր այնտեղ համերգը, այսինքն ձեր կատարումը չեղավ բեմից եւ ցեղասպանության Թանգարան ինստիտուտի էջում հրապարակվել էր կաթողիկոսի այցի մասին մամուլի հաղորդագրություն, մի քանի ժամ անց հեռացվեց։ Այստեղ դուք որևէ առնչություն ունեք այդ գործընթացի հետ, այսինքն հնարավոր է դա էլ է ձեր ցուցումով եղել։ Եվ պարոն վարչապետ, դուք նաև զգուշացրեցիք, որ կհեռացվեն, այս 5-րդն է ու վերջ, դուք նաև զգուշացրեցիք, որ որևէ դեպքում, եթե քաղաքացիներին վարչական ռեսուրսի եւ այլ չարաշահման դեպքերով ինչ-որ հանրահավաքներ եւ այլ ցանկացած ինչ-որ պրոցես լինի, այս ընտրական փուլում կհեռացվեն աշխատանքից, ականատես դիտորդական առաքելությունը ահազանգել է, թե Գյումրիում եղել են ուղղորդման դեպքեր, նույն այդ համերգին, որին ելույթ եք ունենում, եւ նշվել էր, որ դպրոցների ու նախակրթական հաստատությունների մասին է խոսքը, փորձել եք ձեր թիմակիցների հետ հասկանալ այս պատմության մանրամասները, իսկապես եղել է այդպիսի բան, թե չի եղել եւ ինչ է ձեզ հայտնի այս միջադեպից։
Ինձ այդ ինֆորմացիան էլ հայտնի չի, մանրամասներ էլ չեմ փորձել հասկանալ, որովհետև ես դրանով պետքա չզբաղվեմ։ Ես ասում եմ, այնտեղ որտեղ կլինի հիմնավորում, կլինի հետևանք։ Այսինքն ես հիմա բանի ծառայական հետաքննություն չեմ անելու։ Որտեղ կլինի փաստ, կլինի հետևանք։ Եվ էլ եմ ասում երկու կողմից կլինի վարչական ռեսուրս օգտագործել մարդկանց տանելու համար եւ վարչական ռեսուրս օգտագործել մարդկանց արգելելու համար։ Երկու դեպքում էլ կլինի հետևանք, որովհետեւ քաղաքացին ի վերջո ազատ է։ Ցանկացած մարդ ունի ազատության պետական պաշտոնյաները օրենքով սահմանված կարգում, որոշակի ժամերի, որտեղ կարող են եւ գնալ մասնակցել ինչ որ միջոցառումների։ Ես նկատի ունեմ շատ հստակ է իմ դիրքորոշումը։ Տեղեկություն ընդհանրապես չունեմ ձեր նշած ցեղասպանության թանգարանի հետ կապված ոչ մի բանի մասին, առաջի անգամ եմ լսում ընդհանրապես։ Վարչապետի ելույթի հետ կապված ես մեր Գյումրիի ելույթը լսել եմ նորից, ես կարծում եմ, որ մենք դեռ հələ պիտի աճենք այդպիսի բեմերից ելույթ ունենալու համար, ինչ վերաբերում է թրիփին, տրամաբանությունն է, ենթադրենք, եկեք հասկանանք, որ պետքա երկաթուղի անցնի։ Պետքա հստակ լինի սահմանը որտեղ է, որն է Հայաստանի պատասխանատվության գոտին եւ որն է Հայաստանը, այսինքն գիծը որտեղ է անցնում, որովհետեւ ենթակառուցվածք պետքա կառուցվի, չէ՞։ Ասենք ենթադրենք Հայաստանի մաքսատունը կառուցվի կամ հակառակը, դա ո՞նց կլինի, պետքա հստակ գծվի, դա տեխնիկական խնդիր է։ Դա ընդհանուր սահմանազատման process-ը չի պայմանավորում։ Դա պայմանավորում է նախագծի իրականացումը։ Փաստաթղթերի հետ կապված ամենայն հարգանքով, բայց այդ փաստաթղթերը իրանք վարչապետի մակարդակի փաստաթղթեր չեն։ Ես այդ փաստաթղթերի հետ չեմ առնչվում ընդհանրապես։ Դրանք աշխատանքային, ես վավերացումը օրինակի համար բերեցի, որովհետև երբ որ կա միջազգային փաստաթուղթ, ինքը կարա ստորագրվի, բայց եթե ինքը վավերացվող փաստաթուղթ է, մինչև չվավերացվի, ինքը դեռ ուժ չունի։ Բայց այս դեպքում աշխատանքային փաստաթուղթը ես նույնիսկ ենթադրում եմ, չեմ իմ մտքով չի անցել այդպիսի հարց, որովհետև ելեմ ես այդ նախագծերի մասին տեղյակ եմ, բայց ես այդ նախագծերը անկեղծ ասեմ, մանրամասները չգիտեմ, իրանց հաստատման ընթացակարգերը չգիտեմ, որովհետև դրանք քաղաքական մակարդակի փաստաթղթեր չեն, դրանք տեխնիկական մակարդակի փաստաթղթեր են, որովհետև դրանք նրա մասին են, թե գետնի վրա, երբ որ այդ սպիտակ սյունը, որ պետքա դնենք, ինչ տրամաբանություն, ինչ պարամետրեր պետքա ունենա, ոնց, այսինքն շատ տեխնիկական հարց է։ Ինչպես ես այսօր, եթե ինձ կարող է, ես Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ, բայց կարող է հարց լինի, թե ինչպես է Հայաստանի Հանրապետության սահմանապահը իր ծառայությունը իրականացնում, ոնց է քայլում, ինչ տրամաբանությամբ, ինչը ես կարող եմ դա չիմանալ, որովհետև դա իմ օրակարգի հարց չի, վարչապետի օրակարգի հարց չի։ Այսինքն ինչ որ պետք է, որ ես ամբողջական տիրապետ եմ, ես ամբողջական տիրապետում եմ, բայց ուղղակի դա վերաբերվում էր երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգին, որը տող, տար, ստորակետ, կարդացվել է, վերլուծվել է անգամներով, բայց հիմա արդեն դա աշխատանքային մակարդակի փաստաթղթեր են եւ դրանք քաղաքական բարձր մակարդակը ընդհանուր տեղեկատվության տեսքով է առնչվում այդ թեմայի հետ։ Մենք մանրամասների մեջ մտնենք, որտեղ այդտեղ տերմիններ կան, մենք ուզենանք անցնել շատ տերմինաբանություն կա, այսինքն մենք կուրսեր պետք է անցնենք, որ իմանանք այդ ինչա գրած մեջը, որովհետև երկու երկրների քարտեզագետներն են դրա վրա աշխատում, գեոդեզիստներն են դրա վրա աշխատում, դա փորձագիտական մակարդակի շատ կարևոր, բայց այնուամենայնիվ այդ մակարդակի թղթեր են։ Շնորհակալ եմ։